Բարոյ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 18-ն է, շատ կարևոր թեմա ունենք քննարկելու, շատ կարևոր հարց, քանի որ քիչ առաջ տեսա մի տեսանյութ, որտեղ որ սպառնում են փաստացի Զենքով անձինք, դիմակավորված անձինք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայրելով նրան եւ կոչեր հնչեցնելով։ Շատ կարևոր հաղորդում է, դրա համար անպայման կոչ եմ անում լայքեք եւ տարածեք, որպեսզի բոլորս միասին կարողանանք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Ուրեմն ես այնինչ տեսա դիմակավորված անձինք մոտ 4-5 հոգի դիմակավորված, երկուսի դիմակները ընդհանրապես փակված էին, երկուսի երեքի աչքերը մասամբ երևում էին, խոսում էին Ղարաբաղյան ակցենտով, զենքերով, սև հագած, Ղարաբաղի եւ Հայաստանի դրոշներով, սպառնում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայրելով եւ փորձելով վախ ու սարսափ տարածել ժողովրդի նաեւ շրջանում։ Հիմնական նրանց կոչը այն էր, որ իբր Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, ռուսների մասին ոչ մի խոսք չկար, Ռոբերտ Քոչարյանի մասին բնականաբար ոչ մի խոսք չկար, Սերժ Սարգսյանի մասին ոչ մի խոսք չկար, նույնն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին հենց Նիկոլն է հանձնել Արցախը, խոսում են եկեղեցիներից, գերեզմաններից, այն որ Փաշինյանը Ադրբեջանի տարածք է ճանաչում Արցախը եւ սպառնում են նրան, ասելով, որ մենք գիտենք, թե ինչ փողոցներով ես դուք հայլում եւ ասում են, որ իրենք կսպանեն, կվերացնեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բայց ամենակարևոր ուղերձը այն է Փաշինյանին, որ մենք գիտենք, թե ինչ փողոցներով ես քայլում, այսինքն մի քայլիր ժողովրդի միջով, մի հանդիպիր ժողովրդի հետ, քանի որ վախենում են Փաշինյանի հանդիպումներից ժողովրդի հետ, տեսնում են, թե ինչ ժողովրդականություն է նավայելում Հայաստանում, փաստացի իրենց ղեկավարները մեծերը չեն կարող ոչինչ անել Փաշինյանի ժողովրդականության հետ, դրա համար որոշել են դիմել այդ մեթոդին, դրանից բացի իրենք նաև կոչ են անում իրենց ուղերձներում, որ ժողովուրդը չընտրի Նիկոլ Փաշինյանին։ Սրանք շատ լուրջ սպառնալիքներ են Հայաստանի ժողովրդի հասցեին, Հայաստանի վարչապետի հասցեին, Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության հասցեին։ Նրանք խոսում են այն մասին, թե իբր Հայաստանը անկախ չէ, բայց մենք հասկանում ենք, որ այն ուժերը, որոնք որ դրդել են եւ հրահարել են այդ ուժերին կամ ինչ որ մի քանի վախկոտ անձանց այդպիսի հայտարարությամբ հանդես գալ դիմակներով, հավանաբար ոչ Հայաստանից, այլ Արևան Ռուսաստանից ամենայն հավանականությամբ, դա էլ հիբրիդային հարձակման մեծ մաս է իր մեջ պարունակում, կրկնեմ, հիմնական ուղերձը, որը որ ես տեսա եւ հասկացա, կարողացա վերլուծել, այն է, որ Փաշինյանը վախենա եւ այլևս չհանդիպի ժողովրդի հետ, վախենա իր անվտանգության համար եւ երկրորդը այն է, որ կոչ են անում ժողովրդին չընտրել Փաշինյանին, քանի որ իբր Փաշինյանն է հանձնել Արցախը, այլ ոչ թե Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը թալանել են երկար տասնամյակներով, քանդելով եւ չկառուցելով նաեւ հայկական բանակը, ինչի արդյունքում եւ մենք ունեցանք պարտություն իրականում նաեւ ռուսական դավաճանության պատճառով այս մասին մենք գիտենք, բայց իրենց հիմնական ուղերձը դա է, որ ժողովուրդը չընտրի Փաշինյանին եւ ժողովրդի մեջ ստեղծվի տպավորություն, թե իբր Փաշինյանը ազգադավ է, Փաշինյանը դեմ է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ Փաշինյանի դեմ իբր հայ ժողովուրդը ազգային ազատագրական ինչ որ պայքար է մղում։ Բայց իրականությունը այն է, որ այդ ուժերը միանշանակ ռուսական հիբրիդային սպառնալիքների, այդ սպառնալիքների եւ պատերազմական ռազմական գործողությունների հիբրիդային, չեմ ասում հողի վրա, մաս են, որոնք որ սպառնում են արդեն հիբրիդային այդ պատերազմը տեղափոխել ֆիզիկական դաշտ եւ իրական պատերազմ սկսել Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության դեմ։ Եվ սա է, սիրելի հայրենակիցներ, նրա արդյունքը, որ Փաշինյանը խաղում է ժողովրդավարություն այդ ուժերի հետ, կարծես ուշքի է եկել, ինքն էլ հունից դուրս գալով արդեն
արդեն այնպիսի հայտարարություններ է անում Փաշինյանը, որոնցից որ մենք հույսով ենք, որոնցից որ մենք հասկանում ենք, եւ նաեւ ես հույսով եմ, որ դա այդպես է, որ այդ ուժերը իրոք պատասխանատվություն կկրեն եւ ինքը շատ լավ հասկանում է, թե որ ուժերից են այդ դիմակավորված անձիկ սնվում, որ ուժերն են դրանց հետևում կանգնած եւ ինչ է պետք անել այդ ուժերի հետ։ Առաջարկում եմ նաեւ անպայման լսել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը նույնպես, հետո անդրադառնանք արդեն Փաշինյանի արձագանքին կատարվածի վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համառոտ եւ հստակ պատկերը։ Ինչ է տեղի ունեցել դեպքի էությունը։ Անհայտ անձինք համակարգչային ցանցից ապօրինի կերպով ձեռք են բերել, որսացել են փակ ընդհանուր օգտագործման համար չնախատեսված տվյալներ։ Դրանից հետո ուղիղ եթերում տարածել են տեսանյութ, որը պարունակում է ՀՀ վարչապետի սպանության իրական սպառնալիք պայմանավորված նրա քաղաքական հայացքներով ու պետական գործունեությամբ։ Արարքը կատարվել է ատելության շարժառիթով եւ խուլիգանական դրդումներով, ինչով է գործն ավելի լուրջ քրեական վարույթի հիմքերը։ Ոստիկանությունից ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որն իր մեջ ներառում է մի քանի ծանր հանցակազմեր։ 1. Սպանության նախապատրաստություն մի խումբ անձանց կողմից, 2. Համակարգչային սաբոտաժ, տվյալների ապօրինի որսում եւ համակարգերի աշխատանքի խաթարում, 3. Զենք զինամթերքի ապօրինի շրջանառություն, հրազենի եւ ռազմամթերքի անօրինական ձեռքբերում պահում, ինչ փուլում է գտնվում գործը։ Այս պահին ընթանում է նախաքննություն, իրավապահ մարմինները ակտիվորեն աշխատում են հանցագործությունը կատարած անձանց ինքնությունները պարզելու, նրանց տեղորոշելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Նաեւ տեսանյութի կարևորը հրապարակումից հետո Փաշինյանի վարչապետ արձագանքը։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բավականին կոշտ եւ էմոցիոնալ արձագանքով, նա դիմակավորված անձանց անվանել է փսլինքներ եւ հեգնանքով նշել։ Մասկեքը հագել են, իբր իրենք ուժեղ տղերք են։ Փաշինյանը խիստ տոնով նախազգուշացրել է, որ նրանց հատ-հատ գտնելու են ու հանելու են դիմակները, ինչպես նաև հորդորել է հենց իրենց ինքնակամ ներկայանալ իրավապահ մարմիններին, վարչապետի այս կոշտ հռետորաբանությունը եւ պոլերին տալու, սատկացնելու մասին հայտարարությունները միանգամից հայտնվել են ներքաղաքական քննարկումների կենտրոնում, արժանանալով ընդդիմադիր դաշտի եւ տարբեր քաղաքագետների քննադատությանը, ովքեր նման բառապաշարը որակել են որպես ագրեսիայի եւ ատելության խոսքի դրսեւորում երկրի ղեկավարի կողմից։ Այս արհեստական բանականությունը տեսնում է այն ամենը, ինչ հրապարակվում է Google-ում, սոցիալական ցանցերում, դրա համար ինչ որ փորձագետների է մեջ բերում, բայց պարզ է, որ այդ փորձագետների մեծ մասը կամ սոցիալական ցանցերում գրառում անողների մեծ մասը այդ ռեժիմի մաս են հանդիսանում։ Դրա համար մենք նաև տեսանք այն, թե ինչպես Փաշինյանը արձագանքում է լրագրողների հարցերին եւ ավելի ու ավելի շատ է դրանցունից դուրս գալիս այդ հարցերի պատճառով, կոնկրետացնելով իր սպառնալիքները Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի հասցեին, նաեւ Սերժ Սարգսյանի հասցեին, ասելով, որ գլուխները հատ-հատ կտրել ենք այդ դևի վիշապի եւ հիմա մնացել է 3 գլուխ եւ դրանք էլ կկտրենք, կսատկացնենք, ճիշտ է, բառապաշարը շատ կոշտ է, բայց պարզ է եւ բոլորի համար կարծում եմ հասկանալի է, թե ինչից են հունից հանել, ինչով են հունից կարողացել անել վարչապետ Փաշինյանին, նաև նա շատ լավ պատկերացնում ու հասկանում է, թե իրականում ինչ է տեղի ունենում, հարցին դատավորների մասով ինքը պատասխանել է, որ այդ դատավորներին չի ստացվել երևի պատժել կամ ընդհանուր միտքը, որ դատավորները անընդհատ ազատ են արձակում շատ շատերին, ում չպետք է ազատ արձակեն, ասում է դրա համար սահմանադրական բարեփոխումներ կնախաձեռնենք եւ այդ վեթինգը իրականացնենք։ Դե ես շատ հույսով եմ, որ այդ ամենը անպայման ընտրություններից հետո տեղի կունենա։ Ես գրեթե համոզված եմ, որ ընտրությունների արդյունքներով այդ ուժերը կստանան շատ փոքր քանակություն խորհրդարանում, Քոչարյանը կարող է շատ մեծ դժվարությամբ նույնիսկ անցնի խորհրդարան, Սամվել Կարապետյանը մի փոքր ավելի ձայն կստանա, բայց բացարձակ մեծամասնություն, ես գրեթե համոզված եմ, որ կստանա Նիկոլ Փաշինյանը, եւ դրանից հետո կնախաձեռնվի արդեն սահմանադրական բարեփոխումները, եւ դրանից հետո կնախաձեռնվեն անպայման սահմանադրական բարեփոխումները, եւ հույսով եմ այդ ժամանակ արդեն Փաշինյանը այդ պոլով տալով, ասֆալտին փռելով իր խոստումները կիրականացնի։ Հակառակ պարագայում ես համոզված եմ, որ ժողովուրդը արդեն հաջորդ ընտրություններին կարող է արդեն իր օգտին չքվեարկել
այս ընտրություններին չի, հաջորդ ընտրություններին, քանի որ իրոք շատ ծանրակշիռ եւ լուրջ խոստումներ է տալիս հիմա Նիկոլ Փաշինյանը, նաեւ այս էմոցիոնալ ֆոնի վրա, որոնց պատճառը շաբաթների ընթացքում տեղի ունեցածներ եւ կարծես թե այս պահի դրությամբ դրա գագաթնակետը եղավ այդ տեսանյութը։ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այդ ուժերից եւ Ռուսաստանից է գալիս տվյալ սպառնալիքը, այն նաեւ իրական է։ Եթե անկեղծ խոսենք, այն նաեւ իրական է, ճիշտ է, համոզված եմ, որ այս պահի դրությամբ դրանք դուխ չունեն իրականացնելու նման գործողություն, բայց ամենայն հավանականությամբ ես կարծում եմ, որ այդ ուժերը փորձում եւ նախապատրաստում են Հյուսիսի օգնությամբ նման գործողություն։ Եվ ամենակարևորը, սիրելի հայրենակիցներ, ամենակարևորը այն է իմ համոզմամբ, որ հիմա իրոք Հայաստանի իրավապահ մարմինները, Հայաստանի հատուկ ծառայությունները կարողանան հայտնաբերել, աչքերից էլ շատ բան կարելի է տեսնել ու հայտնաբերել, շատ տարբեր ձևեր կան հայտնաբերելու, թե իրականում ովքեր են այդ տեսանյութը նկարահանել, որտեղ է այդ տեսանյութը նկարահանվել, ինչպես է այդ տեսանյութը նկարահանվել, արզել եւ պատժել։ Եվ կարևոր է նաեւ այն, որ այդպիսի անձինք հայտնվելով KGB-ի պատվալներում շատ լուրջ դասախոսությունների նաեւ նստեն, դասեր նրանց տան, իրականում ինչ է ազգ հայրենիք հասկացողությունը, թե ինչ է ազգային գաղափարախոսություն հասկացողությունը, որ միայն դատարակա գլուխ սպառնալիքներով հայոյախառան ազգ սիրել չի կարելի, իրականում որը որից հետո է եւ ում գործիքն են հանդիսացել այդ ուժերը։ Եթե լավ ճիշտ ձևով KGB-ի պատվալներում կարողանան այդ մարդկանց բացատրել, թե իրականում որտեղ է Հայաստանի ազգային եւ պետական շահը, ես կարծում եմ, որ դրանցից մի մասը անպայման հասկանալու է եւ զղջալու է իրենց կատարածի համար։ Իրականում այդպիսի տեսանյութերը եւ այդպիսի գործողությունները հիբրիդային պատերազմի մաս հանդիսացող այդպիսի տեսահոլովակները նաեւ մեծ խնդիր են ստեղծում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար, հայ-թուրքական կարգավորման գործընթացի համար, ոչ միայն փորձում են ժողովրդի մեջ վախ, սարսափ տարածել, ոչ միայն փորձում են ազդել Հայաստանի իշխանությունների քաղաքական հայացքների դիրքորոշումների ազատ հանդիպումների վրա քաղաքացիների հետ, այլ նաև փորձում են կոնկրետ խնդիրներ ստեղծել հայ-ադրբեջանական կարգավորման գործի մեջ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործի մեջ, խնդիրներ ստեղծել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար, Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունների համար, Հայաստանը ներկայացնել որպես ինչ-որ մի աֆրիկյան երկրի նման երկիր, որտեղ որ նման process-ներ են փաստացի անընդհատ տեղի ունենում, զինված հեղաշրջումներ, ահաբեկչություններ, եւ սա շատ ավելի խորը եւ գլոբալ փաստացի միտք է ցավոք սրտի հետապնդում, որ Հայաստանը վտանգավոր անվստահելի երկիր է, որտեղով որ չի կարող անցնել նաեւ TRIP ծրագիրը։ Ահա թե ինչ վտանգներ է իրականում իր մեջ պարունակում այդ նոր հիբրիդային հարձակման մաս հանդիսացող տեսահոլովակը։ Եվ ես կրկին համոզված եմ մեկ բանի մեջ, որ այս ընտրություններից հետո, նաև շատ ճիշտ կլինի ընտրություններից առաջ դա տեղի ունենար, բայց այս ընտրություններից հետո որոշ ուժեր ընդհանրապես պետք է Հայաստանում արգելվեն, որոշ լրատվամիջոցներ նույնպես պետք է Հայաստանում արգելվեն, իրերը պետք է կոչվեն իրենց անուններով։ Եթե ֆինանսական արտաքին միջամտություն կա, որով որ փորձում են ազդել ընտրությունների վրա, հայկական մեդիա դաշտի վրա, հայկական հասարակության վրա, այդ ամենը միանշանակ պետք է կասեցվի։ Հակառակ պարագայում մենք կորցնելու ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը։ Իսկ ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։